Կյանքն ամենաթանկ բանն է, որ տրվում է մարդուն մեկ անգամ, եւ հարկավոր է այն ապրել այնպես, որ անցկացրածդ տարիների հուշը չտանջի։ Չպետք է մտածել աշխարհից բան տանելու, այլ աշխարհում բան թողնելու մասին։ Այս սկզբունքով ապրեց եւ գործեց քաղաքական հասարակական ակտիվ գործիչ Գեղամ Ալեքյանը։ Եվ նույն սկզբունքը որդեգրած ապրում եւ գործում է նրա որդին, Ռուսաստանի Դաշնության Գիտությունների Ակադեմիայի Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի էնդովասկուլար եւ սրտանոթային բաժանմունքի ղեկավար դոկտոր պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը։ Ալեքյան Գերդաստանը Արևմտյան Հայաստանի Ալաշկերտից էր։ Նրանք 1884 թվականից եկել եւ բնակություն էին հաստատել Վաղարշապատում։ Բագրատի հայրը զբաղեցրել էր պետական բարձր պաշտոններ՝ ՀԼԿ կենտկոմի առաջին քարտուղար, Հայաստանի կենտկոմի քարտուղար, նախարար, բայց ամենաբարձր պաշտոնը մեծատառով մարդն էր, որը փոխանցեց իր զավակին, իսկ մայրը ուսուցչուհի էր։ Գեղամ եւ Աստղիկ Ալեքյանների ընտանիքում 1933 թվականից մինչև 50 թվականը ծնվել են 4 աղջիկներ։ 18 տարի սպասելուց հետո վերջապես 1951 թվականին Երևանում ծնվում է նրանց այդքան երկար սպասված տղան՝ Բագրատը, որը լինելու էր ոչ միայն Ալեքյան Գերդաստանի պարծանքը, այլև իր իսկ ժողովրդին փառք ու պատիվ բերող զավակ։ Բագրատ Ալեքյանը հպարտությամբ է հիշում հորը, որը մեծ դեր է խաղացել իր կայացման գործում։ Չնայած բժշկությամբ հրապուրվելու հիմքեր չկար ընտանիքում, բայց նա 1968 թվականին ընդունվում է Երևանի բժշկական ինստիտուտը։ Մենք ունենք մի հարևան, պրոֆեսոր Նոսականով կարտերապևտ, շատ անվանի պրոֆեսոր է, մեր բակում էր ապրում, նա երեխա ժամանակ ես փոքրիկ երեխա է, որ ասում է դու պետք է լինես իմ օգնականը, եւ այդպես գիտեք այդ մարդու այդպես խոսքերով ես այդ հետքերով ես գնացի եւ ավարտեցի բժշկական ինստիտուտը եւ դարձա բժիշկ։ Մի անգամ հայրը նրան ասում է. «Որդիս, ուզում եմ, որ դու ընտրես քո մասնագիտությունը եւ դառնաս առաջնակարգ մասնագետ, իսկ հետագա կյանքը կհուշի, թե որ ճանապարհով գնաս»։ Հոր տված այս պատգամը կարծես նաեւ օրհնություն էր։ Բագրատը ավարտելով բժշկական ինստիտուտը 1974 թվականին մեկնում է Մոսկվա, ուսումը շարունակելու։ Եվ ճակատագիրը նրա համար բաց է անում Բակուլևի անվան սրտանոթային վիրաբուժության գիտական կենտրոնի դռները, ուր նրան ընդունում են աշխատանքի, էնդովասկուլար եւ սրտանոթային բաժնում որպես լաբորանտ։ Սա հրաշալի առիթ էր երիտասարդ հայ բժշկի համար աշխատել Մոսկվայի հեղինակավոր կլինիկայում։ Բնականաբար հետդարձ չէր լինելու, բայց ինչ ասեր ծնողներին, որոնք արդեն տարիքն առած էին եւ երազում էին, որ իրենց մինուճար տղան իրենց կողքին լիներ։ Ինչպես հայտնել նրանց, որ այս է բաժին ընկել իրենց որդուն։ Հայրը լինելով խելացի եւ հեռատես մարդ, շատ կտրուկ վերջ է դնում տղայի անհանգստությանը ասելով. «Ձուկը պետք է ծովում մեծանա»։ Եվ իսկապես, բժշկության անձայրածիր ծովում Բագրատ Ալեքյանը լողաց ամբախորեն։ Դարձավ մեծ բժիշկ գիտնական, նոր հորիզոններ բացելով ռուսական վիրաբուժության մեջ։ Այն մասնագիտությունը, որտեղ ես եմ աշխատում, դա կոչվում է այսօր Եվրոպայում ինտերվենցիոն կարդիոլոգիա։ Դա այն ուղղությունն է, որը թույլ է տալիս հիվանդին վիրահատել առանց սկալպելի, առանց օգտագործելու դանակը։ Դա լրիվ նոր տեխնոլոգիաներ են, բավականին թանկարժեք, որոնք մենք օգտագործում ենք եւ վիրահատում ենք նորացին երեխաներին, ավելի մեծ երեխաներին, տարիքով 50, 60, 70, 80, 90 տարեկան հիվանդներին։ Կարևորը նա է, որ հիվանդին առանց նարկոզի վերահատել։ Որպես օրինակ ասեմ, այդպիսի օպերացիաները մյուս օրը կամ 2 օր հետո հիվանդները գնում են տուն արդեն առողջ վիճակում։ Տեխնոլոգիաները առաջի Ռուսաստանում առաջի անգամ եւ սովետական միությունում պետք է ասել, որ մենք ապրում ենք սովետական միությունում, տեղի ունենում մեր ինստիտուտը, մեր կենտրոնում։ Բավականին շատ հիվանդներ ունենք, երեխաներ, որոնց մենք վերահատել ենք, կարող է ասել մի 10,000 հիվանդ ենք վերահատել, այդ նոր տեխնոլոգիաները վերջի 15 տարվա ընթացքում են։ Ապրելով ծնողներից հեռու
հրաշալի հասկանում էր, որ միայն իր աշխատանքով եւ հաջողություններով կկարողանա ուրախացնել նրանց։ Սա գլխավոր խթանն էր Բագրատի համար։ Նա բարձրանում է բժշկության դժվարին, բայց հաստատուն աստիճաններով դեպի վեր, լաբորանտից մինչև ավագ գիտաշխատող, մինչև բաժնի ղեկավար։ 1980 թվականին պաշտպանում է տեխնացուական դիսերտացիան, իսկ 1986 թվականին 35 տարեկանում դոկտորականը։ Նրա համար ամենամեծ ուրախությունը առաջին հերթին այն էր, որ դոկտորական ատենախոսության պաշտպանությանը ներկա էին հայրն ու մայրը։ Ու նա իր երախտագիտության խոսքն ուղղելով նրանց ասաց. «Շնորհակալություն քեզ հայր, քո սիրո, իմաստության եւ հասկացողության ու նաեւ աջակցության համար»։ Բագրատ Ալեքյանի անվան հետ են կապված բազմաթիվ բարդ ու ծանր վիրահատություններ, որոնք Ռուսաստանում առաջին անգամ էին կատարվում։ Ռենտգենովիրաբուժային գործունեության մեջ հատուկ տեղ ունեն այն վիրահատությունները, որոնք հեղինակային իմաստով առաջինն են աշխարհում։ Դա նորածին երեխաների մոտ հայտնաբերվող թոքերի անոթների եւ սրտի փականի ստենոզն էր, ինչպես նաեւ փոքրահասակների թոքերի արյունատար անոթների ստենտավորումը։ Վիրահատություններ է կատարել սպիրալի միջոցով, հակելով միջսրտային միջնորումների դեֆեկտները եւ միջտամոքսային միջնորումները, բատալովյան ծորանը, արյունասնուցային ձախ անոթի ստենտավորումը։ 1993 թվականին տեխնիկական նվազագույն աշխատանքային պայմաններով Բագրատ Ալեքյանը կարողանում է գտնել նորածնի սիրտը մուտք գործելու նոր մեթոդը, որի շնորհիվ այսօր փրկվում են ծայրաստիճան վատ վիճակում գտնվող նորածնից մինչև 12 ամսեկան եւ ավելի մեծ երեխաների կյանքը։ Ինչ է սա, եթե ոչ հրաշք, վիրահատել երեխայի սիրտը եւ 4-րդ օրը տուն ուղարկել։ Շատ դժվար է աշխատել փոքրիկ երեխաների հետ, պետք է ասել, որտեղ մենք ունենք հիվանդներ, որոնք ամենափոքր հիվանդը մեր եղել է ծնվել է եւ 3 ժամ հետո նա արդեն գտնվում էր մեր օպերացիոնում։ Կան այնպիսի առատներ, որ հիվանդը հենց սկսում է ծնվել, սկսում է մահանալ, եւ դուք եթե շուտ հասցնում են ծննդատանից բերեն մեզ մոտ, մենք կարողանում ենք այդ հիվանդներին օգնել։ Եվ այդպիսի գիտեք քաշը լինում է ամենափոքրիկ հիվանդը, որ ես վերատել եմ 1 կիլո եւ 500 գրամ։ Մենք տարբեր օպերացիաներ ենք անում եւ կարողանում ենք որոշ տոկոսին փրկել, որտեղ դրանք շատ ծանր երեխաներ են, որոնք 100%-ով առանց ոչ մի օպերացիայի մահանում են։ 1993 թվականին Փարիզում տեղի ունեցավ սրտավիրաբույժների միջազգային գիտաժողով, որտեղ մասնակցում էին աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ։ Ռուսաստանի կողմից Բագրատ Ալեքյանը հանդես եկավ 7 զեկույցներով։ Նա անգլերեն լեզվով հանգամանորեն ներկայացնում է երեխաների վիրահատության իր նոր մեթոդը։ Այդ գյուտը զարմացնում ու ապշեցնում եւ նաեւ հիացնում է ամերիկացի ու այլ ազգի գիտնականներին։ Համաշխարհային մամուլում մեծ արձագանք գտավ այս փաստը։ Եթե մինչև 1997 թվականը ներքին քնարային անոթը, որը սնուցում է ուղեղը, վիրահատում էին բաց վիրաբուժական ձևով, նշտարով, ապա 97-ից այս անգամ էլ Ռուսաստանում առաջինը Բագրատ Ալեքյանը կատարեց քնարային անոթի տրանսլումինալ բալոն անյոպլաստիկան եւ հիվանդին փրկեց ինսուլտից։ Հիվանդը գալիս է ձեզ մոտ շատ ծանր վիճակում եւ մյուս օրը կամ երկրորդ օրը դուք կարող եք հիվանդին դուրս գրել առողջ վիճակում։ Դա շատ ռևոլյուցիոն շարժում է, հասկանում եք, եւ այդ տեխնոլոգիաները, որոնք ամեն տարի շատ ակտիվ մտնում են մեր կլինիկական աշխատանքի մեջ, այդպես կարելի ասել, նրանք շատ մեզ օգնում են հիվանդներին բուժել։ Հասկանում եք, եւ եթե գալիս է մի փոքրիկ հիվանդ, որը մահամերձ վիճակում է, ու դուք կարողանում եք այդ հիվանդին ոչ թե միայն փրկել, առանց նարկոզի դուրս է գալի, առանց ոչ մի սկալպելով, մի փոքրիկ ֆունկցիա է կանում անոթը եւ անոթի միջոցով անցեք կացնում այդ տեխնոլոգիաները եւ կարողանում եք հիվանդին վերադարձնել նորմալ կյանքին։ Ռենտգենովասկուլար վիրաբուժությունը արդի եւ շատ հեռանկարային ուղղություն է վիրաբուժության մեջ։ Դա շատ արագ կատարվող եւ գործնական միջամտություն է առանց նշտարի, մինչև կարդիոլոգիական ձևով նշված հիվանդներին վիրահատելը։ Նրանց սովորաբար ստուգում են ռենտգենոգրաֆիկ հետազոտությամբ, այսինքն կաթետրի միջոցով։ Անոթներով անցկացվում է թափանցիկ նյութ, որի օգնությամբ ու նաեւ ռենտգեն ճառագայթներով պարզ է դառնում անոթների ու սրտի աշխատանքների պատկերը։ Նույն կաթետրով, որը հետազոտություն է կատարում,
հնարավոր է նաև վիրահատություն կատարել։ Դա համարյա թե պատահականորեն ստացվեց։ Վիրահատում էինք հիվանդին, որը տառապել էր վերջույթների անբավարար սնուցմամբ։ Խցանված անոթներով կաթետրի անցկացումը եւ բժիշկների աննախադեպ ջանքերը բաց արեց խցանված անոթները, ինչի շնորհիվ հնարավոր եղավ արյան նորմալ սնուցումը անոթների միջոցով։ Արդեն 10 տարի է, որ Բագրատ Ալեքյանի նախաձեռնությամբ Բակուլևի անվան վիրաբուժական սրտանոթային գիտական կենտրոնի բազայի վրա կազմակերպվում եւ անցկացվում են ռենտգենոէնդովասկուլյար վիրաբուժության կուրսեր, որտեղ կատարվում են գիտական մտքերի փոխանակում եւ ուսուցողական ծրագրերի յուրացում։ Դասախոսություններից բացի մասնակիցների համար կազմակերպվում է վիրահատությունների ցուցադրում։ Կուրսանտները հնարավորություն են ունենում խոշոր էկրանի վրա տեսնելու, հետևելու վիրահատող բժիշկների գործողություններին եւ 3 լեզուներով լսելու նրանց բացատրությունները։ Այսպիսով մասնակիցները ձեռք են բերում ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաեւ նորագույն վիրահատությունների անգնահատելի փորձ։ Բագրատ Ալեքյանը շատ է կարևորում եւ հետաքրքրական ու ուսանելի է համարում մի վիրաբուժարանում մի շարք վիրաբույժների կողմից կատարվող միացյալ վիրահատությունը։ Հայ լինելը ձեզ համար ինչ է։ Գիտեք, եւ բոլորը եւ հպարտությունը որպես հայ այսօր աշխատում 35 տարի ես արդեն աշխատում եմ Մոսկվայում։ Իհարկե հիմնական էսի ուժերը տվել եմ ռուս ժողովրդին, ռուս ազգին, բավականի հայր եմ բուժել, ինչպես եւ ուրիշ ազգերի ներկայացուցիչներին, եւ դա իհարկե հպարտություն է, բայց մյուս կողմից որպես բժիշկ մենք պարտական ենք դա բոլորը անել։ Դոկտոր պրոֆեսոր Բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Բագրատ Ալեքյանը 2001 թվականին էնդովասկուլյար վիրաբուժության զարգացման նվաճումների համար արժանացել է ակադեմիկոս Բուրկովսկո անվան պարգևի ոսկե մեդալի։ 2002 թվականին ընտրվել է ինտերվենցիոն ռադիոլոգների եւ էնդովասկուլյար վիրաբուժների համառուսական ընկերության նախագահ։ Գրել է մի շարք մենագրություններ, 500-ից ավելի հոդվածներ։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազում դոկտորական եւ թեկնածուական դիսերտացիաներ։ Հաճախակի է հրավիրվում արտասահմանյան երկրներ դասախոսություններ կարդալու եւ կատարելու բարդ վիրահատություններ։ Մարդու երջանիկ կյանքը սկսվում է լավ եւ ամուր ընտանիք ստեղծելուց։ Սա Ալեքյան Գերդաստանի առաջին եւ կարևոր պայմանն է, որը իրականացրել է պապը, հայրը եւ ինքը։ Մարինայի նման նրբազգաց ու նվիրված կին ունենալը արդեն երջանկություն է։ Կինը տնտեսական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ Ներկայումս ղեկավար աշխատանք է կատարում Մոսկվայի կենտրոնական բանկում։ Աղջիկը Նունեն ավարտել է Մոսկվայի էկոնոմիկայի եւ վիճակագրության ինստիտուտը։ Նա Բագրատի ու Մարինայի միակն է եւ անփոխարինելին։ Բագրատը մի ուրիշ մարդ է, էլի։ Որտե՞ղ նամա, ես որպես, ես ոչ թե ասում եմ որպես մասնագետ, ես ասում եմ իրան որպես եղբայր եմ ուզում բնութագրել, իրոք շատ է պապայի նման ու երբ որ պապան մահացավ, ինձ թվում է թե Բագրատը այդքան բան չի լինի, բայց ոնց որ գրավեց պապայի տեղը, իրոք։ Նա ամեն տարի գալիս է Հայաստան, որովհետև այստեղ են մնացել իր կյանքի անբաժան մասը կազմող թանկագին արժեքները՝ քույրերը, բարեկամները, սիրելի քաղաքը, հարազատ շիրիմները, մանկության եւ երիտասարդության հիշողությունները ու նաեւ հոգու պարտքը։ 2012 թվականի մայիսին Գիտությունների ակադեմիայում մեծ շուքով նշվեց Բագրատ Ալեքյանի հոր քաղաքական մեծ գործիչ Գեղամ Ալեքյանի ծննդյան 100-ամյակը։ Հուզմունքի, հպարտության, երախտագիտության ապրումները մեկտեղվել էին Բագրատի մոտ։ Իսկ Ալեքյան Գերդաստանի տոհմածառը, որը նվեր էր Գեղամ Ալեքյանի 100-ամյակի հիշատակին, հաստատեց, որ արմատները Ալաշկերտում թողած այդ ծառը շատ պտղատու է եւ ամրակուր։ Արժանավոր հոր, արժանավոր զավակը իր ապրած ու արած գործերով էլ ավելի արժևորեց իր սիրելի հոր Գեղամ Ալեքյանի անունն ու հիշատակը։ Ես
որ ծնվեցի 1951 թվականին հայրս Էջմիածնի կուսակցության ռայոնական կոմիտեի առաջի քարտուղարն էր։ Այն թվերին հնարավորություն չկար կնքվելու, չնայած մի պատմություն կա, որ իմ տատիկս եւ պապիկս, որն Բագրատ էր, տատիկիս հետ միասին որոշել ինձ կնքել 3 ամսական հասակում։ Պապս պայմանավորվում է փոքրիկ եկեղեցու մեջ մազնու, որ թորնիկից պետք է բերեն կնքենք։ Եվ այն ժամանակ, որ պապս ինձ վերցնում է բերում է կնքելու, այնտեղ արդեն կանգնած է միլիցիայի պետը ռայոնի, KGB-ի պետը, դատախազը եւ նստում են, պապիկից նստացնում են մեքենան, հայտնել էին, որ ռայոնական կոմիտեի քարտուղարն նրանք հետ կարելի։ Ես մնացի այդպես առանց կգված։ Եվ անցան տարիներ եւ ես որոշեցի, որ 60-ամյակս մենք պետք է տոնենք Հայաստանում առաջի օրը եւ որոշեցինք, որ կնքվենք եւ ես կնքվեցի Էջմիածնում, այնուհետեւ մեզ ընդունեց կաթողիկոսը, շատ ջերմ խոսքերով, այնուհետեւ հետո մենք հավաքվեցինք բարեկամներով, ընկերներով եւ տոնեցինք իմ 60-ամյակը։ Пусть голова моя седа, зимы мне 2011 թվականին լրացավ Բագրատ Ալեքյանի ծննդյան 60-ամյակը։ Հոբելյանական երեկոն, որը նշեցին եւ Երևանում եւ Մոսկվայում, մեկ անգամ եւս փաստեց այն իրողությունը, որ նա շատ սիրված ու հարգված անձնավորություն է։ Ինչ կա դրանից առավել, երբ մարդ շրջապատված է հարազատներով, դպրոցական ուսանողական ընկերներով եւ այն երախտապարտ մարդկանցով, որոնց կյանք է վերադարձրել։ Այո, անժխտելի է այն, որ հանձինս Բագրատ Ալեքյանի հայ ժողովրդի արժանավոր զավակի Մոսկվան ձեռք բերեց մեծագույն բժիշկ, հրաշալի անձնավորություն եւ արժանավոր քաղաքացի։ Я так думаю, что мое сердце в надежных руках. Ես գիտեմ, որ երկար եմ ապրելու, որովհետև սիրտս վստահելի ձեռքերում է։ Ես ունեմ Բագրատ Գեղամովիչի նման սրտացավ ընկեր։ Ես խոնարհվում եմ այս մասնագիտության տերմարդկանց առաջ, որովհետև նրանք մեզ ծնված օրից ծնողների հետ հավասար գնում են մեր կողքից եւ փրկում մեզ ամեն վիճակից։ Բագրատ Գեղամովիչ, ես ձեզ մաղթում եմ առողջություն, որովհետև եթե դուք առողջ լինեք, մենք էլ կլինենք առողջ։ Հպարտության զգացողությունը ձեր մասնագիտության հանդեպ ձեր մոտ երբեք չթուլացավ։ Պատասխանատվության զգացողությունը ձեր մասնագիտության եւ մարդկանց հանդեպ ձեզանից երբեք չհեռացավ։ Ցանկանում եմ, որ դուք մնաք այն բարի հրեշտակը, անձամբ ինձ համար, որի ներկայությունը ես զգում եմ մինչև այսօր։ Այս մարդը յուրահատուկ է, չնայած ես նրանից մեծ եմ, բայց նրան համարում եմ իմ լավ եւ վստահելի ընկերը։ Բագրատը երբեք չի դավաճանի, չի խաբի, նույնիսկ երբ նա ասում է ոչ, գնալուց հետո քեզ թվում է, թե ասած այո։ Խնդրում եմ ընդունիր իմ կողմից քեզ, որը կփոխանցի թորներիդ ու ծորներիդ։ Հաճելի է, երբ գնահատում են արածդ գործը, դա պարտավորեցնում է եւ նոր լիցք տալիս։ Սոցիալ-տնտեսական, գիտական, ինչպես նաեւ ուսումնակրթական, հոգեվոր մշակութային ծառայությունների համար հայկական համայնքի կողմից Ալեքյանը պարգևատրվեց Արցաթե խաչ մեդալով։ Баграт Гегамович, разрешите от имени президиума Բագրատ Գեղամովիչ, թույլ տվեք իսկական գիտությունների ռուսական ակադեմիայի, Եվրոպական իսկական գիտությունների ակադեմիայի նախագահության անունից շնորհավորել ձեզ։ Ցանկանալ հաջողություններ ձեր մարդասիրական գործունեության մեջ, ինչպես գիտնական ու բժիշկ կարդիովիրաբույժ, Եվրոպական իսկական գիտությունների ակադեմիան ձեզ պարգևատրել է ոսկե ասպետ շքանշանով։ Похлопаем, товарищи. Հայաստանը ամուր է իր տաղանդավոր զավակներով, որոնց ճյուղերը ծաղկում են օտար երկրում, իսկ արմատները հայրենիքում են։ Ծառն ամուր է իր արմատներով։